Ամենայն հայոց կաթողիկոսին դատողի ամոթալի խարանից խուսափելու համար է ինքնաբացարկ հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը, ով կփոխարինի նրան։ Մեծ կաշկանդվածություն պետք է ունենան եւ դատավորները, եւ դատախազները, եւ քննիչները։ Մեծ ամոթ դարձում, ազգային խայտարակություն էր սա։ Էջմիածինցիները ազգային մեծ խայտարակություն եւ թշնամիների պատվեր են համարում Գարեգին II եւ 6 սրբազանների դեմ դատական գործընթացը։ Ավել իմ դատաբարություններ այդ հայ բերանը այս երկրից։ Վաշինգտոնյան համաձայնությունների մեկամյակի առիթով Փաշինյանը զանգել է Թրամփին ու Ալիևին։ Զանգերից առաջ Facebook-ում գրել է առաջընթացի մասին առանց նշելու ռիսկերը, որոնք վերլուծաբանների կարծիքով ավելի շատ են։ Փաշինյանի այդ հայտարարությունները նվազագույնը ամոթալի են հնչում։ Ես խորս ոչ թե հիվանդանոցներում, իսկ դիահերձարաններում եմ փնտրել։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք իրենց ձեռքով փորձաքննության են տարել զավակների մասունքները, հորդորում են ԿՊԱ-ական պատգամավորին ընդդիմադիրներին ցավեցնելու համար չսեղմել իրենց բաց վերքերը։ 2 տարի շարունակ զինվորի կիսատ մարմինը դիահերձարանում, բայց նրանք ծնողին ստույգ տեղեկություն չէին տալի, որպեսզի նա բերեր իր զավակին հուղարկավորեր։ Դիտում եք Հայլուրը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եւ այսպես վեհափար Հայրապետին առաջադրված մեղադրանքի աբսուրդային լինելը, կրոնի ու եկեղեցու հանդեպ հավատացյալին բնորոշ զգացումը, թե մեկ այլ պատճառով է, որ Շարմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը Գարեգին II-ի ու 6 եպիսկոպոսների գործով դատաքննության առաջին իսկ նիստին ինքնաբացարկ հայտնեց։ Նրան փոխարինողի անունը դեռ հայտնի չէ։ Մայրաթորի փաստաբանի խոսքով նոր դատավորի նշանակումը հնարավոր է ամիսներ տևի, հնարավոր է իշխանությունը շատ արագ փոխարինող գտնի։ Արա Զոհրաբյանը չի բացառում, որ հաջորդ դատավորը լինի ավելի վերահսկելի, պատրաստ ավարտին հասցնելու եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումը։ Սա աննախադեպ բան է։ Բախվում ենք մի ամոթալի իրադարձության հետ։ Ով կքննի ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործը։ Ընդամենը 20 րոպե տևած դատական նիստից մեկ օր անց դեռ հայտնի չէ։ Ինձ թվում է արդեն այս անգամ իրենք ավելի վերահսկելի անձի կնշանակեն։ Ըստ ընթացակարգի հիմա ազատ ժամկետներում գործը պիտի հանձնվի մակագրության, երբ մակագրվի որևէ դատավորին, ապարտավոր է 14 օրվա ընթացքում նշանակել առաջին դատալսման օրը, ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ենթադրում է, այս անգամ ավելի հնազանդ դատավորի վրա կանգ կառնի համակարգիչը։ Հայաստանում համակարգչային ծրագրով է որոշվում, որ դատավորը ինչ գործ պետք է քննի։ Ես ի սկզբանե չէի համաձայնվի նման գործ քննել։ Աննախադեպ խայտարակություն է մեղադրյալի աթոռին նստեցնել հայոց Հայրապետին, ինչ թե նա իր կանոնական լիազորություններն է կատարել։ Կարգալույծ է հռչակել Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանին, ասում է փաստաբանը։ Սա բնականաբար քաղաքական հետապնդում է, այլ կերպ սա բան չի կարելի ասել։ Քաղաքական հետապնդման գործիք չի ցանկացել դառնալ դատավոր Հակոբ Մանուկյանը, կարծում են շատ վերլուծաբաններ։ Ուրբաթ դռնփակ դատական նիստում նա ապացույցներ է ներկայացրել, թե գործը քննելու համար կան կաշկանդող հանգամանքներ։ Հակոբ Մանուկյանը մինչև դատավորի պատմուճան հագնելը փաստաբան է եղել։ 2021 թվականին նրան փաստաբանական արտոնագիր է հանձնել այն ժամանակ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը հիմա կաթողիկոսի շահերի պաշտպանն է։ Արտոնագիր այն ժամանակ ես եմ իրեն տրամադրել, այս առումով նա կարծիք հայտնեց, որ սա կարող է կասկած հարուցել։ Ինչպես մենք պաշտպաններս, այնպես էլ դատախազները մենք տեսակետ հայտնեցինք, որ դա կաշկանդող հանգամանք չի եւ դա չի կարող հիմք լինել բացարկի։ Բայց դատավորն ինքն է որոշում կկաշկանդվի այդ հանգամանքից, թե ոչ։ Արա Զոհրաբյանի խոսքով Հակոբ Մանուկյանը պարզապես չի ցանկացել քաղաքական process-ի մասնակից դառնալ։ Գործը քննել արդեն խնդրահարուցել։ Եվ այս առումով իրեն ողջունում եմ, որովհետև դա բոլոր դեպքերում կարելի ասել խիզախ քայլ էր եւ վստահ եմ, որ համակարգը չի ներելու դատավորին, փորձելու է ճնշումներ բանեցնել նրա նկատմամբ։ Ով կլինի այն դատավորը, որ կհամաձայնի դատել վեհափար Հայրապետին, Զոհրաբյանը ենթադրություններ չի անում, ընդգծում է վեհափար Հայրապետի ներկայությունը դատարանում արդեն իսկ կաշկանդող փաստ է բոլորի համար։ Մեծ կաշկանդվածություն պետք է ունենան եւ դատավորները եւ դատախազները,
եւ քննիչները։ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանական թիմը դեռ չի հայտնում Վեհափար Հայրապետը նորից կգնա դատարան։ Զոհրաբյանի խոսքով կաթողիկոսը դատական առաջին նիստին ներկայանալու հաստատ որոշում է ունեցել։ Վեհափար Հայրապետը առաջին անգամ եկավ, ցույց տվեց, որ հարգանք ունի պետականության նկատմամբ, Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստան դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը ողջունում է Վեհափարի եւ 6 սրբազանների իր բնութագրմամբ խայտարակ գործը քննելուց հրաժարված դատավորի ինքնաբացարկի որոշումը, բայց ավելի վեհ կլիներ, եթե դատավորը իր որոշումը պատճառաբաներ, որ քրիստոնյա է եւ չի կարող քննել գործը։ Ուրբաթ դատարանի մոտ Հայլուրի հետ զրույցում ասել է պատգամավորը։ Իհարկե, սա կարծում ավելի վեհ, ճիշտ եւ քրիստոնեական կլիներ, եթե այդ ինքնաբացարկը հայտնել այդ ինքով, որ դատավորը քրիստոնյա եւ չի կարող նման գործով լինել որպես դատավոր, բայց այնուամենայնիվ միգուցե սա ինչ որտեղ խոսում է դատավորի տեսակի մասին, որ այնուամենայնիվ չի համաձայնվել նման խայտառակ գործի դատավոր լինել եւ այս առումով միանշանակ հասկանալ։ Եկեղեցին ոչ հեծ է, ոչ ուելնես կենտրոն է, որ կարողանան բոլշևիկյան ձևով խլել, պետականացնել։ Լրագրողների հետ զրույցում ուրբաթ երեկոյան ասել է Նաթան Սրբազանը։ Սրբազանը ընդգծել է հայաստանյաց առաքելական եկեղեցին սովորական կազմակերպություն չէ, մեր միակ պատմական ու մշտապես գործող կառույցն է, որը մշտապես գործելու է եւ շարունակելու է իր առաքելությունը։ Եկեղեցին ոչ հեծ է, ոչ ուելնես կենտրոն է, որ կարելի է բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Այ ուզում եմ, որ սա շատ լավ, շատերը գիտակցեն, որ այդպես չի լինում։ Եկեղեցին այն կազմակերպությունների նման կազմակերպություն չէ, եկեղեցին մեր ազգի հոգին է։ Մարմինը պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է։ Այսինքն պետականացնել հնարավոր չէ։ Այդ բոլշևիկյան իմաստով էքսպրոպրիացիայի ենթարկել։ Չլսված, չտեսնված բան է Հայաստանում կաթողիկոս ընդատում, զարմանում, զայրանում են նախորեի տեսարաններից շիկնած էջմիածինցիները։ Մարդիկ Գարեգին երկրորդի եւ 6 սրբազանների դեմ դատական գործընթացը ազգային մեծ խայտարակություն ու թշնամիների պատվեր են համարում։ Վաղարշապատում սովորական շաբաթ չէ, մարդիկ էլի իրենց բանու գործին են, կենթանիներն էլ մի հովանկյուն են փնտրում քնելու համար, բայց ամոթի ամպեր նստած քաղաքի վրա։ Մեծ ամոթից դարձան, շատ մեծ ազգային խայտարակություն էր սա։ Աշխարհում է դեպք չկա, որ կաթողիկոսին դատում, առաջինը Հայաստանն է։ Ավել լավ իմ դատաբարությունն էր այդ հայ բերանը այս երկրից։ Արմավիրի առաջինակյանի դատարանում է եղել ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությունը ուրբաթ։ Եկեղեցուն ու Վեհափարին զորակցող հավատացյալների խոսքով հոգևոր հայրերի դեմ դատավարությունները չլսված, չտեսնված բաներ են։ Ամբողջ աշխարհում մեկ ուժում է խայտարակեն այազգը։ Եկեղեցունը որ կպտոն հայ չի։ Ամենաստորը արարածն է, ազգի ամենատականքն է, որ եկեղեցուն որից է բանով կարող է կապ։ Հուսադրում է մարդկաց միայն այն, որ դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է դատել Վեհափարին ու 6 եպիսկոպոսներին, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մարդը գոնե մի քիչ հասկացել է, ասո երկյուղ է ունեցել, որ իրան գլխին ամեն ինչ պետք է գա։ Քրեական գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, ով էլ լինի, նրան ասելիք ունեն վաղարշապատցիները։ Եթե վերցնի պատվեր է կատարում, ուրիշ ոչինչ չեն։ Իր խղճի վրա է գնում ամբողջ ցավը։ Այս մարդկանց խոսքով այնինչ տեղի է ունենում հոգևորականների եւ եկեղեցու շուրջ բացահայտ պատերազմ է ազգային ինքնության դեմ։ Նրանք երբևէ չեն պատկերացրել, որ մի օր քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին է ճանաչած Հայաստանը, այսպիսի փորձության կենթարկվի։ Սա ազգի կործանման քաղաքականություն է այդում։ Վերջ առաջի սերիանին, ինչպես Օստապ Բենդերն էր ասում, 1915-ին եղավ, սա երկրորդ սերիան է, ազգի կործանում։ Եվ դրա դեմ ոչ մեկը չի պայքարում բացարձակապես։ Իմաստը նա,
որ հայ ժողովրդի արմատներից կտրեն։ Իմ պատկերացմամբ սա թելադրանք է մեր երկրի, մեր ազգի թշնամիների դրսից։ Այս մարդը, որ 1 տարի առաջ տեսել է Մայրաթորի վրա աննախադեպ հարձակումը, պնդում է, իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ հրամանն է կատարում, փառավորվում են մոլաների սրտերը։ Մեր ժողովրդի, մեր պետականության ամենամեծ պատվարը, ամենամեծ հիմքը մեր եկեղեցին է։ Եվ մեր ազգի թշնամիները ուզում են եկեղեցին տկարացնել։ Կաթողիկոսը միայն պատրվակ է, իրականում հայ եկեղեցին իր ամբողջ կառույցով, իր ամբողջ համաշխարհային կառուցվածքով, այո, մեծ վտանգ է իրենց համար։ Հիմա այս մարդը, եթե գնում է Էրդողանի գիրքը գրկում եւ այդ քանատանները բաց, ամոթը հերը դու իսկան բարոյականություն չունես քո մեջ։ Ամենակաթողիկոսն է, նման մարդիկ շատ կան։ Ով իրենց դուրս չի գալիս, պիտի աշխատի, պիտի չաբրի, всё։ Պետությունը պետք է հեռու գործի եկեղեցուց, ասում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մոտ ապրող այս մարդիկ, պահանջում են հանգիստ թողնել կաթողիկոսին։ Իշխանությունը իրավունք ունի խառնել։ Եկեղեցին կմնա, եկեղեցին մենք առաքելական հավատքի տեր մարդ ենք, այդ է մեր երկիրը պահողը։ Դա ամեն ինչ առավել ամեն ինչ, թե իշխանությունից, թե ամեն ինչից։ Պետությունը ուրիշ է։ Եկեղեցին դա քո էությունն է, քո սրբությունն է, քո կյանքն է։ Կաթողիկոսը շատ լավ մարդ է, ես 4-ով խոզեցի եմ, ինքն էլ 4-ով խոզեցի, ամեն ինչով գերազանց է ինքը, ես իրան չեմ կարող վարկաբեկեմ, ես իրան լավը միշտ պետք է ասեմ։ Հույսն Աստծո վրա են դրել այս մարդիկ, համոզված են, անգամ ամենամութ գիշերը կավարտվի, երբ ծագի արևը։ Մեր ազգի փրկությունը հավաքականության մեջ է, եթե մենք մի լեզվով չենք խոսալու, մենք կործանվելու ենք։ Աննա Գյուրնազարյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության առնչությամբ։ Կազմակերպությունը հույս է հայտնել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպես, որ կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը։ Այս ժամանակահատվածում մենք աղոթքով եւ աջակցությամբ կանգնած ենք հայ առաքելական եկեղեցու եւ նրա ժողովրդի կողքին, ասված է եկեղեցիների համաշխարհային խորհրդի տարածած հայտարարությունում։ Շարունակենք նախորդ տարի օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովը Սպիտակ տանը կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար շնորհակալ է Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին։ Իր շնորհակալությունը Փաշինյանը այսօր հեռախոսազրույցի ժամանակ է հայտնել։ Իսկ այդ առիթով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին։ Նրան էլ է զանգել Հայաստանի վարչապետը։ Համենայն դեպս շնորհավորելու մասին որևէ տող չկա երկու կողմերի տարածած հաղորդագրություններում։ Զանգերից առաջ Փաշինյանը Facebook-ում գրել է, թե ինչ առաջընթաց է տեղի ունեցել այս 1 տարում, չնշելով ռիսկերը, որոնք վերլուծաբանների կարծիքով ավելի շատ են։ Լիլիթ Սարգսյանի անդրադարձը։ Վաշինգտոնյան համաձայնությունների մեկամյակի առիթով Իլհամ Ալիևին է զանգել Նիկոլ Փաշինյանը։ Հեռախոսազրույցի մասին Երևանն ու Բաքուն նույն հայտարարությունն են տարածել։ Առևտրատնտեսական կապերի զարգացումը նշվել է որպես վերջին 1 տարում արձանագրված առաջընթաց։ Թրամփի ուղու մասին էլ են խոսել, պայմանավորվել իրականացնել այն ըստ Վաշինգտոնյան համաձայնությունների։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից առաջ Փաշինյանը հայտարարություն է տեղադրել, փորձելով տոնական տրամադրություն հաղորդել օրվան։ Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։ Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։ Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։ Արդյոք օգոստոսի 8-ն իրոք շրջադարձային օր է հայ ժողովրդի համար, որ ինչպես Փաշինյանն է գրել, Հայաստանի պատմությունը կարելի է բաժանել դրանից առաջ ու հետոյի։ Հայաստանի ղեկավարը պնդել է, թե դրանից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր։ 2025-ի օգոստոսի 8-ից հետո անծայրածիր հեռանկարներ են բացվել։ Անշուշտ շրջադարձային նշանակությամբ իրադարձություն է, բայց որի առիթով հայ ժողովրդին պետք է ոչ թե շնորհավորել, այլ պետք է հայ ժողովրդի հետ պարբերաբար եւ անընդհատ խոսել այդ իրադարձությունից բխող ռիսկերի մասին։
Ըստ քաղաքագետի ամենամեծ ռիսկը Թրամփի ուղի նախագիծն է։ Չնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Թրիփը օգնելու է Հայաստանին ու Ադրբեջանին իրար ոչ թե որպես խոչընդոտ ընկալել, այլ որպես ճանապարհ, Բադալյանը վստահ է, այն ադրբեջանա-ամերիկյան նախագիծ է Հայաստանի տարածքում։ Թրիփը կյանքի կոչելու առումով չեն կարող մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց լինել, որովհետև ինչպես նշեցի, այդ թրիփը մի համաձայնություն էր, որը մեծ հաշվով ուղղակի նոր հարթություն բերեց Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Որպես ապացույց քաղաքագետը հիշեցնում է այս տարվա ապրիլին Փաշինյանի Մոսկվա այցի հենց հաջորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի արած աննախադեպ հայտարարությունը Թրամփի ուղու ռիսկերի մասին։ Թրամփի ուղին խախտում է այդ ռեգիոնում ռուս-պարսկական 200-ամյա համաձայնագիրը, Գյուլիստանի պայմանագիրը, որով կարգավորվում էր ռեգիոնալ ստատուս քվո եւ ապահովում էր անվտանգությունը։ Ռիսկերի մասին չի խոսում Փաշինյանը, չի խոսում նաև այն մասին, թե ինչու օգոստոսի 8-ին Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո արդեն 1 տարի չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը։ Ավելին, Ադրբեջանը չի էլ պատրաստվում ստորագրել, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել ու այնտեղից չի հեռացվել անկախության հռչակագիրը։ Հայաստանը իրեն դիտավորում է որպես խաղաղության սպասարկող կողմ ընդամենը, ոչ թե խաղաղության հասած, խաղաղություն բերած։ Իսկ սա վտանգավոր է, որովհետև անընդհատ այդ տրամաբանության մեջ անընդհատ դնելու են նորանոր պայմաններ։ Խաղաղության սպասարկման ծառայություններից մեկն էլ ըստ քաղաքագետի արցախցիների վերադարձի օրակարգից հրաժարվելն է։ Այսօր էլ է հիշեցրել Փաշինյանը, խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթներից։ Փաշինյանի այդ հայտարարությունները նվազագույնը ամոթալի են հնչում, որ մենք պետք է հրաժարվենք մեր օբյեկտիվ իրավունքներից, այսինքն Ադրբեջանը ինչ-որ մտածածին ծրագիր է հրապարակ բերել եւ մտածածին իրավունք ադրբեջանցիների վերադարձի։ Իսկ մենք հրաժարվում ենք մեր օբյեկտիվ իրավունքներից, այն էլ միջազգայինորեն իրավական հիմք ունեցող իրավունքներից։ Խաղաղության պայմանագրի չստորագրման համար Փաշինյանն ասես անուղղակի մեղադրում է որոշ մարդկանց, իբրև խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ գործելու ու դա հայրենասիրական ծխածածկույթով ներկայացնելու համար։ Որոշ մարդիկ Փաշինյանի համար հավանաբար նրանք են, ովքեր շարունակում են պնդել, կեղծ խաղաղության գործընթացը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Լիլիթ Սարգսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Այս շաբաթ խորհրդարանում իր ելույթով պատերազմում զոհվածների հարազատների մոտ խռովություն առաջացրեց ԿՊԱ-ական Թագուհի Ղազարյանը։ Ազգային ժողովի փոխնախագահի տեղի համար Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածուի Արամ Վարդևանյանի առաջադրման հարցի քննարկման ժամանակ ԿՊԱ-ական падգամավորը հանկարծ հիշեց, թե ինչպես էր 44-օրյա պատերազմի ժամանակ դիահերձարաններում փնտրում հորը։ Ղազարյանի մոտ այդ հիշողությունն արթնացավ, երբ Վարդևանյանը սկսեց թվարկել Արցախի համար Սամվել Կարապետյանի իրականացրած ծրագրերը։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք իրենց ձեռքով փորձաքննության են տարել զավակների մասունքները, հորդորում են ԿՊԱ-ական падգամավորին ընդդիմադիրներին ցավեցնելու համար չսեղմել իրենց բաց վերքերը։ Արփի Սուքիասյանի անդրադարձը։ Թագուհի Ղազարյանը արդյոք վեր չէր թռնում։ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը արձագանքում է ԿՊԱ-ական Թագուհի Ղազարյանի հայտարարությանը, թե դժոխային օրեր է ապրել 44-օրյա պատերազմի օրերին։ Ես հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ես հորս ոչ թե հիվանդանոցներում, իսկ դիահերձարաններում եմ փնտրել։ ԿՊԱ-ական падգամավորը այսպես արձագանքել է ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի պնդմանը։ Ոչ ոք ավելի շատ բան չի տվել Արցախին, քան Սամվել Կարապետյանը։ Դուք ուզում եք ասել, որ այդ տուրբոգեներատորը ավելի կարևոր է։ Թագուհի Ղազարյանն ասում էր, որ ցնցվել է ու ոչ միայն ցնցվել։ Վեր եմ թռել տեղից։ Վարդևանյանի հայտարարությունից։ Թագուհի Ղազարյանը արդյոք վեր չի թռել, երբ որ հազարավոր տղաներ մասնատված դիահերձարանում բերել էին։ 44-օրյային զոհված զինծառայողների ընտանիքների համար անհասկանալի են ԿՊԱ-ական падգամավորի մոտեցումները։ Հուզվում է հորը դիահերձարանում փնտրելու հիշողություններից, բայց չի հուզվել։ Էսի մեր տղեկն են։ Տղաների մասունքները դիահերձարանի հատակին պարկերի մեջ լցրած տեսնելիս։
ճանճերը վրան թռնելով, ինչ ասի այն ծնողը, ով որ մասունքները հատ-հատ բայց իրա ձեռքով տարելա արտասահման ստուգելա, որպեսի տեսնի իրա որդու մասունքն է, դե թա չէ։ Ավելի լավ է, թող սուս անեն։ Պատերազմից չվերադարձած հազարավոր տղաների ծնողներից ոմանք հուղարկավորությունից հետո են պարզել, որ իրենց որդուն չեն հողին հանձնել, կրկնակի հուղարկավորություն են արել։ Պետությունը չի ապահովել անգամ ԴՆԹ պատշաճ հետազոտությունը, շարունակում են ծնողները։ 2 տարի շարունակ զինվորի կիսատ մարմինը դիահերձարանում, բայց նրանք ծնողին ստույգ տեղեկություն չէին տալի, որպեսզի նա բերեր իր զավակին հուղարկավորեր։ Ու դարձյալ նույն հարցն են տալիս զոհված զինվորների մայրերը։ Թագուհի Ղազարյանն այս իրողությունները տեսնելիս վեր չի թռել։ Վեր եմ թռել։ Թե իրեն վեր է թռցնում միայն փաստի արձանագրումը, որ Սամվել Կարապետյանը ֆինանսապես շատ է օգնել Արցախին։ Ցնցված ինքը պիտի լիներ ոչ թե Վարդևանյանի բարձրացած հարցից կամ ասածից, այլ հենց իրանց կուսակցության գլուխից, Փաշինյանի ասածից։ Սևազգեստ մայրերը հիշում են, թե ինչպես է Ղազարյանի քաղաքական առաջնորդը 6 տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասել՝ դուք ուրիշ երեխաներ չունեք, նրանցով զբաղվեք։ Եռաբլուրում Փաշինյանի իշխանության օրերին են քաշքշել, ասֆալտին փռել զոհված տղաների ծնողներին։ Նա վեր չէր թռնում, երբ որ զոհված զինծառայողի ծնողներին անհիմն դատապարտում էին, ազատազրկում էին։ Լավ է, որ ողջ ու առողջ ես գտել քո հայրիկին, Թագուհի Ղազարյանին ասում է Աստղիկ Գալեյանը։ Երևի իր հայրը բախտավոր աստղի տակ է ծնվել, որ նա ողջ եւ առողջ հետ է վերադարձել։ Ես իմ զավակին սա եմ համբուրել, երբ որ իմ զավակին ճանապարհել եմ հավերժություն։ Մի հարց էլ ունեն մայրերը ԿՓԱ-կան падգամավորին։ Եթե Արցախը հայկական չէ, ինչպես պնդում է Փաշինյանը, ինչ գործ ուներ Ղազարյանի հայրը 44-օրյա պատերազմում։ Այստեղ հասկանում եք, դիսոնանս է առաջանում։ Իրանք ասում են, որ ինքը հարում է այն կուսակցության, որը պնդում է, որ Արցախը հայկական չի, բայց իր հայրը գնում է Արցախի համար կռվելու։ Ինչպես հավատալ Թագուհի Ղազարյանի անկեղծությանը, հարցնում են կանայք, որոնց որդիները հանգչում են Եռաբլուրում։ Այդ ապրումները պետք է ունեցած լինել, որ այդ զգայունություն ունենալ մարդկանց հանդեպ, հասկանում եք։ Զգայունությունից, կարեկցանքից է խոսում մեկը, որ լռել է, երբ իր քաղաքական առաջնորդը հենց խորհրդարանի ամբիոնից -50-ով է խոսել զոհերի մասին։ Ասել է, կարող ենք կանխել պատերազմը, ունենալ նույն վիճակը առանց զոհերի։ Իրենց ցավեցրած հայտարարություններից չգիտեն էլ, որ մեկը հիշեն, որ թե կորույս կանայք։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Մոսկվան ընդլայնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ գրոհները արձակելով բալիստիկ հրթիռների խմբականակներ, նոր զոհերի մասին է հայտնում Կիևը։ Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի համար ինչ սպառնալիք է ստեղծում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի ստեղծած նոր ռազմական դաշինքը։ Մեքքայի համաձայնագիր անունը ստացած փաստաթուղթը քննարկել ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանի հետ։ Ինչու չկան ԱՄՆ, Իրան ուղիղ բանակցություններ, արդյոք կլինի ցամաքային հարձակում Իրանի վրա, երբ կվերաբացվի Հորմուզի նեղուցն ու այլ հարցեր է Հայլուրի վերլուծաբան Սաթենիկ Թարվերդյանը տվել իրանցի վերլուծաբան Համիդ Ռեզա Ղոլամզադեին։ Ցամաքային ներխուժումը կլինի ինքնասպանական գործողություն ամերիկյան ուժերի համար։ Եվ բողոքի ակցիա Կոտայքում արդեն 3 ամիս ջրին կարոտ բյուրեղավանցիները հոգնել են դույլերով ջուր կրելուց, ձեռքով լվացք անելուց, օրվա մեջ ծորակներից մոտ 4 ժամ է ջուր գալիս, այն էլ անորակ։ Այստեղ լիքը չլողացած բյուրեղավանցիներ կան, այո, չլողացած, քրտնած բյուրեղավանցիներ։ Եվ այսպես ռուսական բանակի հարվածներից Կիևի մարզում 3 զոհ կա։ Մայրաքաղաք Կիևից հյուսիս-արևել գտնվող շրջանում 3 մարդ է զոհվել, այդ թվում երեխա, կան վիրավորներ։ Ըստ ուկրաինական աղբյուրների վերջին ամիսներին Մոսկվան զգալիորեն ընդլայնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ գրոհները, արձակելով բալիստիկ հրթիռների խմբականակներ։ Այս գիշեր էլ է Կիևում օդային տագնապ հայտարարվել բալիստիկ հրթիռների կիրառման պատճառով։ 4 մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմը։
Երեկվանից միջազգային մամուլի գլխագրերից չի իջնում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի առաջնորդների ստորագրած համաձայնագիրը, որը Մեքքայի համաձայնագիր անունն է ստացել։ Փաստաթղթի հիմնական դրույթը հավաքական պաշտպանության սկզբունքն է։ Երեք պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների վրա։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Թերեզա։ Արման, ինչ է իրենից ներկայացնում Մեքքայի համաձայնագիրը եւ ինչ հնարավորություններ են միավորում այդ երկրները։ Թերեզա, սա իսլամական աշխարհում ստեղծված նոր հզոր ռազմաքաղաքական դաշինք է։ Ըստ էության, իդեմս Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի ձևավորվում է եզակի եւ ինքնաբավ եռանկյունի, որտեղ կողմերը կատարելապես լրացնում են միմյանց։ Սաուդյան Արաբիան տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսների, որոնք վստահաբար կուղղվեն Պարսից ծոցի ռազմավարական տարածքի ու սպառազինության խոշոր ծրագրերի իրականացմանը։ Թուրքիան դաշինքին բերում է ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակի մարտական փորձը, զարգացած ռազմաարդյունաբերությունը, ԱՑՍ-ներ, հրթիռներ, ռազմածովային շինարարություն, ՌԵՊ եւ այլն։ Դե իսկ Պակիստանը տրամադրում է հսկայական զորք, արտերկիր զորքեր ուղարկելու պատրաստակամություն եւ որ ամենակարևորն է միջուկային զինանոց։ Իդեպ Թերեզա, Սաուդյան Արաբիայի արտգործ նախարար Ֆայսալ բին Ֆարհանն արդեն հայտարարել է, որ այս համաձայնագիրը ուղի է հարթում դեպի անվտանգ ապագա։ Մեկ նախադասությամբ, եթե ամփոփեմ, ձևավորվել է մի նոր ռազմական բլոկ, որն ունի եւ փող, եւ տեխնոլոգիա, եւ միջուկային զենք։ Արման, արդեն կա միջազգային արձագանք այս նոր դաշինքին։ Այո, Թերեզա, Մեքքայի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո կոշտ ու նյարդային արձագանքել է Իրանը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Թեհրանը տարածաշրջանում իր ազդեցության դեմ սպառնալիք է տեսնում իդեմս այս դաշինքի։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային դաշինքն անվանել է ընդամենը թղթե համաձայնագիր եւ դիմել Սաուդյան Արաբիայի բնակիչներին մեջբերեմ, սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի եւ Պակիստանի հետ թղթե համաձայնագիրը նրանց անվտանգություն չի բերի, ինչպես անվտանգություն չբերեց ամերիկացիներին տարիներ շարունակ միակողմանի զիջումներ անելը։ Ուղղեք ձեր քաղաքականությունը, որպեսզի ստիպված չլինեք անվտանգություն մուրալ ուրիշներից։ Իրանի մտահոգության պատճառը պարզ է։ Մինչ այս Թեհրանը Սաուդյան Արաբիային սպառնում էր իր պրոքսի խմբավորումների հութիների միջոցով։ Հիմա, եթե Իրանի դաշնակիցները հարվածեն Սաուդյան Արաբիային, գործի է մտնելու Թուրքիայի ռազմական մեքենան եւ Պակիստանի գործոնը։ Սա արդեն ամբողջությամբ փոխում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Արման, իսկ ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Մեքքայի համաձայնագիրը Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի նկատմամբ Հայաստանի համար։ Հարավային Կովկասի համար սա ուղղակի եւ շատ լուրջ սպառնալիք է, Թերեզա, քանի որ այն կտրուկ ուժեղացնում է Թուրքիային եւ նրա դաշնակից Ադրբեջանին։ Կան մի քանի վտանգավոր գործոններ։ Առաջինը թուրքական արդյունաբերության թռիչքը։ Թուրքիան ստանում է Սաուդյան Արաբիայի հսկայական կապիտալն ու պակիստանյան սպառազինության շուկան։ Սա թույլ է տալու Անկարային կտրուկ մեծացնել եւ արդիականացնել իր ռազմաարդյունաբերական համալիրը, որի արտադրանքն առաջին հերթին որպես կանոն մատակարարվում է Ադրբեջան։ Բացի այդ, Անկարա-Բաքու դաշինքը դուրս է գալիս բոլորովին նոր մակարդակի։ Հիշենք, որ Պակիստանը նաեւ Ադրբեջանի ռազմական դաշնակիցն է։ Փաստացի Ադրբեջանի թիկունքին կանգնում է միջուկային զենք ունեցող եւ Սաուդյան փողերով սնվող բլոկ։ Իսկ Հայաստանի համար սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը ստանում է ել ավելի անվերահսկելի ռազմաքաղաքական աջակցություն, ինչը Բաքվին դրդելու է ավելի կոշտ վերջնագրերի եւ նոր ագրեսիվ քայլերի։ Բայց Թերեզա, քանի որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ստատուս քվոն փոխող այս համաձայնագիրը դեռ 3 է ստորագրվել, անգամ կասկած կա, թե արդյոք այն թղթից իրական ռազմական գործոնի կվերածվի թե ոչ, ուստի վաղ է ամբողջական գնահատական տալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Շնորհակալ եմ, Արման, հարգելի հեռուստադիտողներ, Մեքքայի պաշտպանական համաձայնագիրն ու դրա հետևանքները քննարկում ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։
Վաշինգտոնը ուժգնացնում է ճնշումը Ռուսաստանի եւ Իրանի վրա։ Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ 2026 թվականի պատժամիջոցների մասին օրինագծին։ Այն նախատեսում է պատժամիջոցներ ռուսաստանցի պաշտոնյաների դեմ եւ թույլատրում բարձր մաքսատուրքեր կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք էներգետիկ խոշոր գործարքներ կկնքեն Ռուսաստանի հետ։ Օրինագիծը նախատեսում է նաեւ պատժամիջոցներ Իրանի էներգետիկայի եւ սպառազինության արտադրության նկատմամբ։ Տևական ձգձգումներից հետո ընդունված օրինագիծը ստացել է հանգուցյալ սենատոր Գրեհեմի անունը։ Հանրապետական այդ օրենսդիրը Մոսկվայի նկատմամբ խիստ քաղաքականության կողմնակից էր։ Իրանը Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն ընդունի Թեհրանի պայմանները եւ դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։ Ըստ նրա, նեղուցի բացումը կախված չէ Օմանի հետ բանակցություններից, ինչի մասին ակնարկում է Վաշինգտոնը։ Ավելի վաղ ամերիկացի մի պաշտոնյա Reuters-ի հետ զրույցում հայտարարել էր Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի եւ Օմանի բանակցություններում առաջընթացի մասին, նշելով, որ վերջնական համաձայնությունից հետո Միացյալ Նահանգները կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտության վերաբերյալ Իրանի դիվանագիտության տուն վերլուծական կենտրոնի տնօրեն Համիդ Ռեզա Ղոլամզադեի հետ հարցազրույց է ունեցել Հայլուրի վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։ Դիտենք այն։ Սալամ ալեյքում ջանաբ աղայ Վահիդ Ղոլամզադե։ Բարի երեկո հարգելի պարոն Համիդ Ռեզա Ղոլամզադե։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք հարցազրույցի առաջարկը։ مدیریت شبکه پنجم و بخش خبری هایلور که از دعوت ما استقبال کردید. Շնորհակալ եմ։ Պատրաստ եմ։ با ارزیابی کردن وقت شما Արդյոք Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր են ուղիղ եւ առանց միջնորդների բանակցություններ։ مذاکرات بین میانجیگران امکان پذیر نیست. It actually is not possible because the point is that Իրականում հնարավոր չէ, խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը ուղիղ բանակցություններ էին վարում, երբ ամերիկացիները երկու անգամ հարվածեցին Իրանին։ And there is no Իսկապես արդյունք չկա ուղիղ բանակցություններից։ Ամերիկացիները կօգտագործեն այդ հնարավորությունը ասելու, որ Իրանը հանձնվել է, ճնշումը հաջողված է եղել, եւ դա է պատճառը, որ իրանցիները եկել են բանակցելու։ surrendered and the pressure has been successful and that is the reason that the Iranians have come to the negotiation table. Սա է պատճառը, որ իրանցիները չեն ուզում ուղիղ բանակցություններ։ Մեկ այլ խնդիր է, որ Իրանը հատկապես հիմա քննարկում է հարցեր, որոնք առնչվում են այլ երկրների շահերի։ The issues and the topics that Iran is discussing, especially right now, is mainly issues that are related in one way or the other to other countries as well, and it would be better to discuss it with other intermediators or other players. Օրինակ այս պահին ամենակարևոր թեման Հորմուզի նեղուցն է, որի շուրջ առաջացած հարցերը Իրանը քննարկում է Օմանի հետ, եւ կարիք չկա, որ Միացյալ Նահանգները ներգրավվի այդ քննարկումներում։ So another point is that basically if Iran talks directly with the Americans, it would be interpreted that the Americans are the world police and they can rule the world. Մեկ այլ տեսակետ եւս կա։ Ըստ էության, եթե Իրանն ունենա Միացյալ Նահանգների հետ բանակցություններ, դա կմեկնաբանվի այնպես, թե ամերիկացիներն են վերահսկում աշխարհը։ Իսկ դա մի բան է, որին հակադրվելու համար է ստեղծվել Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ այն երբեք չի խոնարհվի այնպիսի գերտերության առաջ, ինչպիսին է Ամերիկան։ Such a policy to bow down to superpowers or so-called superpowers like the United States. So for Iran, there is no use and there is no reason that it would be fruitful to have direct talks with the Americans. Այնպես որ ուղիղ բանակցություններից Իրանի համար օգուտ չկա։ Իրանը կարող է բանակցություններ վարել միջնորդների միջոցով, եւ այդպես ավելի հեշտ կլինի վերլուծել դիրքորոշումները։ Ժամանակի խնայողության առումով ավելի հեշտ կլինի Իրանի համար վերլուծել, թե ինչպես են ամերիկացիներն աշխատում եւ գործում բանակցություններում։ For the sake of time, it would be easier for Iran to analyze how Americans are dealing and working in the negotiations and take a better position and, let's say, response to what the Americans say, do and want.
تانش میان ایران و آمریکا 47 ساله داره. Իրանի եւ Միացյալ Նահանգների հակամարտությունն ունի 47 տարվա պատմություն եւ այս պահին այն հասել է իր գագաթնակետին։ Ըստ ձեզ, երբ այս պահի լարվածությունը թուլանա, արդյոք հնարավոր է այս երկու երկրների բոլոր խնդիրների լուծում ակնկալել։ بین این دو کشور برطرف خواهد شد. It is the moment that the attitude and the approaches of the two countries need to change. And mainly needs to be changed from the American side actually. Արդեն ժամանակն է, որ երկու կողմերի, հատկապես Միացյալ Նահանգների դիրքորոշումները ու մոտեցումները փոխվեն, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրումը չեն ճանաչել ամերիկացիները եւ չեն համարել, որ այն կարող է լինել ինքնիշխան երկիր, որի հետ կարելի է աշխատել, բանակցել, համագործակցել, some sort of a sovereign country that could be dealt with, could be negotiated with, could be cooperated with. And from the day one, they have tried to destabilize the country and Առաջին օրվանից նրանք փորձել են ապակայունացնել երկիրը եւ վարել են իշխանափոխության քաղաքականություն եւ միայն մի անգամ է եղել նախագահ Օբամայի պաշտոնավարման առաջին ամիսներին, երբ նրանք նամակ են ուղարկել հայտնելով, որ ցանկանում են մի կողմ դնել իշխանափոխության քաղաքականությունը եւ համագործակցել Իրանի հետ։ We had the post-presidential election 2009. Սակայն 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո սկսվեցին հուզումներ եւ նրանք նորից վերադարձան նույն քաղաքականությանը եւ այդ պահից ի վեր շարունակում են այն։ 47 years they have always tried the regime change policy and they need to change. Այսպիսով 47 տարի նրանք ձգտել են իշխանափոխության քաղաքականությանը եւ ժամանակն է, որ փոխեն մոտեցումը։ National Security Council mentioned on the very first day of this 40-day war. Ինչպես նշել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի նահատակված քարտուղար Ալի Լարիջանին, ամերիկացիները պետք է հասկանան, որ Իրանը չի պատրաստվում հանձնվել, չի պատրաստվում խոնարհվել ճնշումների տակ։ So now at the highest level of the tension, as you mentioned, it needs to be Այնպես որ լարվածության ամենաբարձր մակարդակում, ինչպես դուք նշեցիք, ամերիկացիները պետք է հաշվի առնեն, որ Իրանը ռեժիմ չէ։ Իրանը կառավարություն է, ժողովրդավարական ճանապարհով ընտրված, որը վայելում է իր ժողովրդի աջակցությունը։ Այն ինքնիշխան երկիր է, որին պետք է հարգել։ The highest level of tension between two countries is war, and the Americans used that leverage and it failed, and they were not able to defeat Iran. Եվ այս երկիրը չի պատրաստվում հանձնվել։ Երկու երկրների միջև լարվածության ամենաբարձր մակարդակը պատերազմն է, եւ ամերիկացիները օգտագործեցին այդ լծակը ու ձախողվեցին։ Նրանք չկարողացան հաղթել Իրանին։ Այնպես որ չկա որևէ ավելի ուժեղ լծակ, որ ամերիկացիները կարող են օգտագործել Իրանի դեմ։ Տնտեսական ճնշումներով սոցիալական պայթյուն առաջացնել էլ չստացվեց, որովհետեւ նրանք հաշվի չէին առել Իրանի հասարակության տեսակը։ When the Americans should decide either they accept Iran as it is, and then both sides would decide whether to cooperate with one another or not, but they can stop hostility, or they need to continue the aggression and to be given a lesson, a difficult and hard lesson, that they cannot defeat Iran. Եվ այս պահին ամերիկացիները պետք է որոշեն կամ նրանք ընդունում են Իրանն այնպիսին, ինչպիսին կա, եւ քայլ են անում դեպի համագործակցություն, կամ էլ շարունակում են ագրեսիան ու կոշտ դաս են ստանում։ The regional security and stability, and at the end of the day, they have no other choice but to recognize Iran as it is. Համենայն դեպս նրանք կարող են դադարեցնել թշնամանքը։ Պետք է վերադառնան նախագահ Օբամայի դիրքորոշմանը։ Հակառակ դեպքում այս լարվածությունը կշարունակվի եւ ամերիկացիները կսկսեն վարել մի քաղաքականություն, որը արդյունավետ չի լինի հենց իրենց համար։ It's some fruitless policy for the Americans to continue this aggression because there is no end. They took the highest level of aggression and it was military campaign. They martyred assassinated the supreme leader of Iran, and nothing changed. And Iran was not defeated. So there is nothing more that they could put on Iran. And with that, I would say it would come to an end, either with a wise decision or with some experience that the time and history would give to the Americans.
انگار این جنگ برندگان و بازندگان نیست و امتیاز Սա պատերազմ է կարծես ոչ թե հաղթողների եւ պարտվողների, այլ զիջումների մասին։ Եթե Միացյալ Նահանգների համար պատժամիջոցների չեղարկումը մեկ զիջում է, ապա ինչ զիջումների է պատրաստ Իրանը։ امتیازات ایران چی میشه؟ I would not say it is a war of, let's say, incentives and points because so far before the war, the 12-day war and the recent war, Iran was into the negotiations in order to prevent. Ես չէի ասի, թե սա զիջումների պատերազմ է, քանի որ նախքան 40-օրյա եւ 12-օրյա պատերազմները Իրանը փորձում էր պատերազմ թույլ չտալ։ Signed the deal and got involved into the negotiations with the Americans. Դրա համար Իրանը որոշակի սահմանափակումների գնաց, միացավ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին եւ ներգրավվեց ամերիկացիների հետ բանակցություններում պարզապես պատերազմը կանխելու համար։ However, since Iran does not want to close the window of diplomacy and always gives the chance to diplomacy, Iran is ready to. Բայց հիմա պատերազմ է եւ այլևս չկա մի բան, որից կարելի է խուսափել ու կամ մի բան, որ կարելի է կանխել։ Այնուամենայնիվ Իրանը միշտ հնարավորություն է տալիս բանակցություններին, անգամ միջուկային բանակցություններին, եթե ամերիկացիները ստանձնեն իրենց պարտավորությունները։ The philosophy behind the 14-item MOU that I think it is item 13 that says that Իրանը կարող է վստահեցնել աշխարհին, որ կընդունի ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումը եւ մագատեի ստուգումները։ Իրանը պատրաստ է դրան, քանի որ չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Ուստի կարող է հեշտությամբ զիջել դա։ Եթե ամերիկացիներն ազնիվ են, երբ ասում են, որ իրենց մտահոգությունը միջուկային հարցն է, ապա այդ զիջումը բավարար կլինի նրանց։ Իրանը պատրաստ է զիջել դա, սակայն չի ընդունի զրոյական հարստացման գաղափարը, ինչպես ուզում է Թրամփը։ Accept zero enrichment or zero stockpiles. جناب آقای وحید غلامزاده به نظر Ըստ ձեզ, արդյոք կլինի ցամաքային հարձակում, եւ եթե լինի, ապա որ երկրների տարածքից եւ ինչպես կպատասխանի Իրանը։ جواب ایران در این صورت چی میشه؟ If the Americans stop miscalculations and think wisely. Եթե ամերիկացիները դադարեցնեն սխալ հաշվարկները, չեն իրականացնի ցամաքային ներխուժում, բայց ինչպես տեսանք վերջին մի քանի տարում նախագահ Թրամփն ու իր կառավարությունը հեռու են իմաստությունից եւ ունեն շատ սխալ հաշվարկներ հատկապես Իրանի հարցում։ Especially when it comes to Iran. In the 12-day war, in the coup in January and in the recent 40-day war, they have constantly shown that they do not have any 12-օրյա պատերազմում հունվարյան հեղաշրջման փորձերի ժամանակ այս 40-օրյա պատերազմում նրանք ցույց տվեցին, որ չունեն որևէ տեղեկություն Իրանի մասին եւ իրենց հաշվարկները ամբողջությամբ սխալ են։ In just a few hours and they were thinking that it would finish the job in Iran within 3 to 4 days and that shows how Թրամփը կարծում էր, թե այստեղ էլ կլինի Վենեսուելայի նման։ Այնտեղ նրանք մի քանի ժամում առևանգման գործողություն իրականացրին եւ կարծեցին, թե Իրանում էլ գործը կավարտեն 3-4 օրում։ Mainly from countries like Kuwait and the other countries in the region could be used as well. So it would be a combination of the attacks. Սա ցույց է տալիս, թե որքան սխալ են նրանք մտածում։ Այնպես որ նույնիսկ եթե նրանք որոշեն ցամաքային ներխուժում անել, ասենք Քուվեյթից, Իրանը շատ լավ պատրաստված կլինի դրան։ Իրանը շատ մեծ երկիր է այս տարածաշրջանում։ Այն նման չէ Իրաքին կամ Աֆղանստանին։ Այն լիովին տարբեր է եւ շատ ավելի բարդ, քան այդ երկրները։ And they would use some sort of naval forces, and of course they would use terrorist groups in other parts of the country as well, like for example southeast. Եվ եթե ամերիկացիները չկարողացան որևէ ձեռքբերում ունենալ ոչ Աֆղանստանում, ոչ Իրաքում, պարզ է այստեղ ակնհայտ պարտություն կկրեն։ Northwest of Iran, which is Azerbaijan or Turkey, and also the Kurdistan region of Iraq. Երբ ամերիկացիները փորձեցին հարձակվել Սպահանի վրա 40-օրյա պատերազմի ժամանակ, ձախողեցին։ Նրանք կորուստներ կրեցին եւ ստիպված եղան լքել երկիրը, թողնելով իրենց գործողությունը անավարտ։ Եվ այնտեղ մենք չունեինք նույնիսկ բանակ կամ կորպուսի ուժեր։ Դեպքի վայրում ոստիկանական եւ տեղի ուժերը կարողացան կառավարել իրավիճակը։ Այնպես որ ցամաքային ներխուժումը կլինի ինքնասպանական գործողություն ամերիկյան ուժերի համար։ So with this
population with these characteristics of Iran. A ground invasion would be, to the best definition, a suicide operation for the American forces. متشکرم. سوال دیگر در مورد تنگه هرمز. Իսկ ինչ կասեք Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ? در مورد مدیریت باید بپرسم در تنگه هرمز چطور میشه؟ The Strait of Hormuz is the most strategic asset of Iran, especially after the war. Հորմուզի նեղուցը Իրանի ամենառազմավարական ակտիվն է, հատկապես պատերազմից հետո։ Iran could close the Strait of Hormuz to put pressure on the enemies and prevent war and such things. And had not happened. Որքան հիշում եմ, միշտ քննարկվել է, որ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը թշնամիների վրա ճնշում գործադրելու, պատերազմը կանխելու եւ նման այլ բաների համար, բայց նախկինում այդպիսի բան չի եղել։ We can connect Iranian security to the security of the region and to the security of the global economy. And that is the real deterrence that could shape. Դա տեղի ունեցավ վերջին պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը ու ցույց տվեց, որ նեղուցն իսկապես շատ կարևոր ակտիվ է Իրանի համար։ Iran is not going to give up on the Strait of Hormuz. And as the Supreme Leader has several times mentioned in his messages, the Strait of Hormuz would never get back to the before war, pre-war situation. Ահա թե ինչու Իրանը չի պատրաստվում հրաժարվել Հորմուզի նեղուցից, եւ ինչպես Գերագույն առաջնորդը մի քանի անգամ նշել է իր ուղերձներում, Հորմուզի նեղուցն այլևս երբեք չի վերադառնա նախապատերազմյան վիճակին, եւ Իրանը վերահսկողություն կունենա Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Which is one of the most important ones in 1982, which Iran is not a signatory to. Որոշ մարդիկ քննարկում են դրա իրավական ասպեկտները։ Ծովային ծառայությունների եւ նավագնացության 1982 թվականի պայմանագիրը Իրանը չի ստորագրել, բայց անգամ եթե ստորագրած լիներ, այստեղ անվտանգության հարց կա։ Even considering those laws, we have something in international law which is security. If any country feels threatened in any circumstances, Եթե որևէ երկիր իրեն սպառնալիքի տակ է զգում, կարող է դադարեցնել կատարել պայմանագրի կետերը։ Իրանը շատ հստակ է արտահայտվում։ Իր անվտանգությանը սպառնում են նեղուցով անցնող նավերը։ Ուստի ցանկացած նավի անցում պետք է վերահսկվի Իրանի կողմից, որպեսզի երկիրը կարողանա համոզվել, որ դրանք սպառնալիք չեն իր համար։ Սպասգոզարам բարای جواب و the most important question. Ամենակարևոր հարցը թերևս این مناقشه بین ایران و آمریکا երբ կավարտվի այս հակամարտությունը։ به پایان میرسه. I would say when the Americans come to their minds, the operation would be ended, the war would end. Ես կասեի, երբ ամերիկացիները խելքի գան, պատերազմը կավարտվի, բայց խնդիրն այն է, որ ամերիկացիները բացառիկության սինդրոմով են տառապում։ Հին սովորությունները ընդհանրապես դժվար են հաղթահարվում։ And all habits die hard, and they do not want to admit that they are turning into a normal country. Նրանք չեն ցանկանում ընդունել, որ վերածվում են սովորական երկրի եւ նախկինի նման չեն տիրելու աշխարհը։ And Iran is actually displaying that weakness to the whole world. So either they understand this and accept the terms and Իրանն իրականում ցուցադրում է այդ թուլությունը ամբողջ աշխարհին, այնպես որ նրանք կամ կհասկանան սա, կընդունեն պարտությունը, կամ էլ կշարունակեն որոշ ժամանակ։ I would say if the circumstances go on the way it is going right now, with the same procedure that we are witnessing right now, before the midterm elections. Եվ ես կասեի, եթե հանգամանքները շարունակվեն այնպես, ինչպես հիմա, ապա կտեսնենք, որքան ուժեղ կլինի ճնշումը նախագահ Թրամփի եւ ամերիկյան վարչակազմի վրա մինչեւ կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ The midterm elections in the Congress, the impacts of the war on American economy would be in a way that the inflation and the high rise of life in the United States. Պատերազմի ազդեցությունը ամերիկյան տնտեսության վրա կլինի։ Ինֆլյացիան իր գործը կանի։ Այժմ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում Իրանի դեմ պատերազմի կողմնակիցները քիչ են։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը դեմ է պատերազմին եւ իրականում տուժում է գնաճից։ So with that, the administration either needs to lose the election and to have
2 years of difficulty with a Այնպես որ ամերիկյան վարչակազմը կամ պետք է պարտվի ընտրություններում եւ 2 տարի դժվարություններ ունենա կոնգրեսի 2 պալատներում դեմոկրատական մեծամասնության հետ, կամ էլ պետք է խելքի գա եւ իրականում իմաստուն որոշում կայացնի, ընդունելով պարտությունը եւ դադարեցնելով թշնամանքը Իրանի նկատմամբ։ There is one reality that the Americans are actually insisting on not accepting that Iran is a strong country and they cannot defeat Iran. That is something that they are resisting to believe, but they would believe it one way or the other sooner or later. Շնորհակալություն, հարգելի պարոն Համիդ Ռեզա Ղոլամզադե, հուսով եմ դեռ կհանդիպենք։ مهمان ویژه ما شدید. متشکرم. ما امیدواریم که به همکاری ما ادامه میدهیم. خدا نگهدار به شما. Thank you. Շնորհակալություն։ ممنون. خدا. Հաջողություն։ Վերադառնանք հայկական թեմաներին, այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ Նովա պողոտայում։ Կադրերում երևում է, որ կրակի մեջ է բարձրահարկ շենքի 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկը։ Դեպքի վայրում են հրշեջները։ Ներքին գործերի նախարարությունից Հայլուրին հայտնեցին, որ կրակը մարելու համար դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք։ Այսօր բողոքի ակցիային արել Բյուրեղավանի բնակիչները, արդեն 3 ամիս է կոտայքի այդ բնակավայրում ծորակից 4 ժամից ավելի ջուր չի գալիս, բայց անգամ այդ մի քանի ժամ հոսող ջրին մոտենալ չեն ուզում բյուրեղավանցիները։ 3 ամսում 2 անգամ ջրում վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերվել կոյուղաջրերի հետ խառնվելու հետևանքով։ Վերացվել է վթարը թե ոչ, չգիտեն բնակիչները, նրանց ոչ ոք չի ծանոթացել այդ մասին։ Այստեղ լիքը չլողացած բյուրեղավանցիներ կան, այո, չլողացած, քրտնած բյուրեղավանցիներ։ Ջրին կարոտ են Բյուրեղավանում, դույլերով են ջուր կրում կողքի գյուղից, ձեռքով լվացք անում։ Օրվա մեջ ծորակներից մոտ 4 ժամ է ջուր գալիս, այն էլ հիմնականում վաղ առավոտյան։ Ծայրահեղ վիճակ էր, ես զանգել եմ Վիոլա ջուր, կամերայով զապիս եմ արել իրանց խոսածածը, որ ասում է մեր նոր պայմանագիր ունենք համայնքապետի հետ կնքված, որ առավոտվա 6-ից մինչև ցերեկը 10-ն է լինելու, այսինքն իրանք այդ մեր իրավունքները խաթարում են։ Ով է որոշում, ես այսօր քնիցս 6-ին արթնանամ 7-ին, թե կամ իմ երեխեքին արթնացնեմ ջուր հավաքեն։ 3 ամսում ջրային թունավորման 2 դեպք տեսած բյուրեղավանցիները հիմա էլ միայն եռացնելուց հետո են խմում ջուրը, որ իրենց բառով թունավորված է։ Բայց թեկուզ թունավորված այդ ջուրն անհրաժեշտ է նրանց կենցաղային տարրական կարիքների բավարարման համար։ Հետաքրքիր է, էլի այսքան ամսվա մեջ, այսքան մարդկանց բողոքներից, նույնիսկ մեկը չկա, որ այդ հարցի լուծում տա, այս մարդկանց անապատում ենք ապրում, ջունգլիներում ենք ապրում, Ինդոնեզիայում ենք ապրում։ Խմելու եւ կերակուր պատրաստելու համար օրական 2000-ից 2500 դրամ են ծախսում շատերը։ Մինչև 2025 թվականը ամբողջ Բյուրեղավանը մշտական խմելու ջուր կունենա։ Հիշում են 2022 թվականին իրենց համայնքապետը մշտական ջուր ունենալու մասին ճոխ-ճոխ խոստումներ էր տալիս։ 2025 թվականին լուծվելու է Բյուրեղավանի խմելու ջուրը հարցը։ 25 թիվը դարել է 26, հեսա 27 ենք գալի, բայց հələ մեր ջրի հարցը չի լուծվել։ Բա ուր մնաց այդ խոստումները։ Խի աթոռը քաղցր բան, հա։ Շաքարա, նստել եք չեք ելում, 10 օր է ուսումնանի, հանրակացարանում ջուր չկա։ Խի տեղի բնակիչները, ինչ աֆրիկացի են, Աստված կանչեն անձրև գա լողանան, թե կեղտաջրերը խմեն։ Համայնքապետի հետ հանդիպման անհաջող փորձերից հետո են բնակիչները որոշել այլևս չլռել։ Այսօր աշխատանքի չի, խի պետք է գա, ինքը իր համար ջուրը ունի, տաչաները ունի, Երևանում տուն ունի, ստեղ չի գալի, ջուր չկա, խի պետք է գա։ Ժողովուրդը երեք եկել է, որ քո հետ հանդիպի, ուրբաթ օր է։ Դու գիտես, որ ուրբաթ օրը քո բաց դռների օրն է, դու գործ մի պլանավորի, լսի քո բնակիչի բողոքը։ Կոշտ քայլեր են խոստանում բյուրեղավանցիները, եթե պատասխանատուները շարունակեն անտեսել հարյուրավոր մարդկանց խնդիրը։ Հենց էջերում գրում ենք մայրուղի փակենք, չգիտեմ ինչ անենք, կապիկ լամիշ են գալիս ու սկսում այդ օրը ջուր տալ։ Ուր ասես չեն դիմել բնակիչները, լռում են բոլորը, թե կառավարությունը, թե Վեոլիա ջուրը։ Քանի որ օրն աշխատանքային չէ, այդ կառույցների ներկայացուցիչները մեր զանգերին էլ չեն պատասխանում։ Զարու Իսահակյան, Աշոտ Մնոյան, Եվան Իղանդիլյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։